Արդեն սկսվել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ու բոլորս մեծ ոգևորությամբ սպասում ենք սիրելի թիմի խաղին ու հաղթանակին։ Ֆուտբոլային լի մարզադաշտերը տեսել են ոչ միայն շքեղ խաղեր ու մեծ պայքար, այլ նաև երբեմն դարձել են երկարամյա քաղաքական կոնֆլիկտները հաղթահարելու հարթակներ։ Առաջարկում եմ միասին բացահայտենք ֆուտբոլի կախարդանքը։ Ֆուտբոլի միջոցով կյանքեր փրկվեցին Կոտ դ'Իվուարում 2005 թվականին, երբ Կոտ դ'Իվուարը գտնվում էր քաղաքացիական պատերազմի կենտրոնում, երկրի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։ Հաղթանակից հետո հավաքականի առաջատար Դիդիե Դրոգբան ծնկի իջավ տեսախցիկների առջև եւ դիմեց երկրի բնակչությանը կոչ անելով դադարեցնել պատերազմը եւ վերականգնել ազգային միասնությունը։ Այդ հանդիպումը վերածվեց ազգային հաշտեցման խորհրդանշական իրադարձության։ Ֆուտբոլային դիվանագիտության հետաքրքիր օրինակներից է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը։ 2008 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում կայացած աշխարհի առաջնության Հայաստան-Թուրքիա ընտրական հանդիպումը դարձավ նոր էջ հայ թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական հրավեր ուղարկեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին երկու երկրների խաղը միասին դիտելու համար։ Գյուլը միանգամից համաձայնեց եւ դա դարձավ Թուրքիայի նախագահի առաջին այցը անկախ Հայաստան։ Այս հանդիպումից հետո սկսվեցին ինտենսիվ բանակցություններ, որոնք եզրափակվեցին 2009 թվականին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմամբ։ Թեև այդ արձանագրությունները չվավերացվեցին, ամեն դեպքում գործընթացը մինչ օրս համարվում է ֆուտբոլային դիվանագիտության ամենադասական եւ ամենաշատ ուսումնասիրված օրինակներից մեկը։ Իսկ հիմա գնդակը ձեր դաշտում է։ Մեկնաբանություններում գրեք, թե որ թիմին է երկրպագում ու հետևեք Ռենեսանսին, միասին դեռ շատ բացահայտումներ ենք անելու։